Շարունակում է կենտրոնի առավոտը հեռուստադիտողներ, մի խինդ ու ծիծաղ, մի ուրախություն։ Արահետը հայի վերածնունդի ճանապարհն է։ Լեռների հետ մեր կենսական կապը վերականգնելով մենք վերգտնում ենք մեր հայրենատեր լինելու գիտակցությունն ու ուժը։ Այն լեռնարշավային ամենամյա առաջնություն է, որն այս տարի տեղի կունենա հունիսի 21-ից 22-ը սիրողական եւ պրոֆեսիոնալ կատեգորիաներում։ Հայտերը ընդունվում են մինչև մայիսի 20-ը, ինչը այն իրենից ներկայացնում, ինչպես մասնակցել եւ ինչ է սպասվում մասնակիցներին կպատմեն մեր հյուրերը։ Մեր հյուրերն են Բարձունք կրթական շարժման առաջնորդ անդամ Գայանե Թունյանը եւ Արահետ Լեռնարշավի առաջնության նախագծի ղեկավար Մեհեր Մանոսյանը։ Սանոսյանը։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դե հասկացա Դավիթը ինչի է այտենց։ Հա, դե իմ թեման է։ Բանել, հա, վարվել, որովհետեւ ինքը լեռներից չի իջնում, հատկապես երբ եղանակը բացվում է, չէ՞։ Հա, դե իհարկե։ Սեզոնն սկսվել։ Սեզոնը բացում է, սեզոնը բացում։ Կարո՞ղ միանաս շատ լուրջ թիմի։ Դու ես չէ։ Պատրաստ չէ, դու ես ոնց որ միանում, որովհետև ամեն դեպքում քեզ էլ դել երկար տարիներ առողջ կյանք ենք մաղթում, դրա համար է կերասներ ենք սկսում։ Համոզում եմ, ես տրամադրվում եմ կամաց-կամաց։ Եկեք հասկանանք ինչ է լինելու, որտեղ է լինելու, ովքեր կարող են մասնակցել եւ ինչ է նշանակում պրոֆեսիոնալ։ Մի օր ուզում եմ նախ ասեմ, որ մի օր բոլորս ենք դառնալու այդ մեծ ընտանիքի մասը, անպայման մենք գնում ենք դեպի դա։ Այս տարի բուն առաջնությունը լինելու է Լոռու մարզում, ամեն տարի տարբեր մարզեր ենք ընտրում, պատահում է, որ համատեղում ենք երկու մարզեր, օրինակ անցումներ ենք կատարում մի մարզի սարերից մյուս մարզ։ Այս տարի Լոռու մարզում ունենալու ենք հետաքրքիր սիրունագույն գագաթներ, եղնախաղաց, մտնաձոր, դժարսար ու այդ ընկնում է մոտավորապես դսերի կողմերը, բոլորիս հայտնի դսերի կողմերը, սկիզբը առաջնության լինելու է Մարս գյուղում։ Մարս գյուղում մեծ վրանատեղի ենք խփելու, մոտ 200 մասնակիցներով, երկրպագուներով, կամավորներով, աջակիցներով, բոլորով լցվելու ենք այնտեղ։ Ու հունիսի 21-22-ին լինելու է բուն առաջնությունը։ Ինքը այդ առաջնության մրցութային կոմպոնենտը իրանից ներկայացնում է թիմային մրցարշավ, մրցաքայլք, մրցավազք սարերում 6 հոգանոց թիմերով մարդիկ մոտավորապես 25 կիլոմետր երթուղի են անցնում, շատ հետաքրքիր հագեցած երթուղի, մի քանի գագաթներով, մշակութային կոթողներով ու այդ մրցութային վիճակները ավարտվում է էլի հենց Մարս գյուղում շրջանաձև երթուղով, նորից գալիս հասնում են Մարսու, առաջի լավագույն արդյունք ցույց տված թիմերը պարգևատրվում են լավ հաճելի մրցանակներով։ Այսինքն արագության մասին ասա։ Մի կոմպոնենտը արագության մասին է, բայց որպեսզի միայն մկանի մրցույթ չդառնա, հա, նաև առաջնությունը հագեցած է տարբեր մշակութային կոմպոնենտներով, փոքրիկ այլ մրցույթներով, ունենք թիրախի խոցում, ունենք քարտեզի գիտելիքների ստուգում, ունենք քվեստային հետաքրքիր վիճակներ, պես փորձում ենք լցնել ու դարձնել ոչ միայն մկանի մրցույթ, այլ հետաքրքիր սիրուն տոն։ Երաժշտություն, խարույկ, իշերները չքնել, առավոտյան չուզենալ սարը բարձրանալ։ Այ առաջի օրը քնելը պարտադիր է, բայց ունենք նաև համերգներ, խարույկի շուրջ հավաքներ, այ երկրորդ օրը արդեն թողնում ենք հանգիստ գիշերը։ Այդ առումով գոտիավորում ենք տարածքը, որ մրցույթի մասնակիցները առանցին գոտի ունենան ու իրենց հանգիստ, այսպես ասած, ապահովված լինի մրցույթից առաջ, որ արդեն երկրպագուները ու կազմակերպիչները իրենց չանհանգստացնեն։ Արդեն երրորդ տարին է ասացիք, որ հա գործում է, ինչ զարգացում է եղել այս տարիների ընթացքում։ Առաջին տարին 2023-ին արեցինք Վայոց ձորի մարզում եղավ, երթուղին էլի մոտ 25 կիլոմետր էր, մասնակից թիմերը 10 էին, դեռ նոր էր, թիմերը 6 հոգանոց թիմերից են բաղկացած ու խնդիրը, որ իրենք միասին լինեն բոլոր նշված գագաթներում ու կետերում, այնտեղ գագաթներում իրենք դրոշներ են ստանում, նաև համապատասխան գագաթում լինելու փաստը վկայող։ Երկրորդ տարին արդեն ունեինք 20 թիմ, համապատասխանաբար 120 մասնակցով եւ այս տարի սպասում ենք 30+ թիմերի մասնակցություն ընդհանուր առմամբ ու նպատակը, որ Արահետը ոնց որ դառնա համահայկական միջոցառում, այս տարի նաեւ առաջին անգամ ունենք մասնակիցներ Սփյուռքից։ Այսպես սպասում ենք նաեւ դրսից հայերի ներգրավումը։ Բայց ո՞նց են իմացել։ Համայնքային կապերի միջոցով տեղեկացրել ենք Գալիս են հատուկ մասնակցելու համար։ Հա, գալիս են մասնակցության համար։
Չէ, իրականում ինքը ընտիր բան է, ես արդեն պատկերացնում եմ, ես սարերում ոչ մի անգամ մրցույթի չեմ մասնակցել, բայց ես պատկերացնում եմ այդտեղի էներգետիկան, այդ մթնոլորտը միասին շփվելու, նոր ծանոթություններ, նոր գագաթների հաղթահարելու այդ քննարկումները, պայմանները ոնց են գրանցվում, ինչա պետք թիմերին գրանցվելու համար։ Թիմին նախ պետք է 6 հոգանոց պատրաստական կազմ, թիմին պետք է պատրաստ լինել վճարել սիմվոլիկ անդամավճար, որը հոգում է իրանց վրա ծախսվող ծախսերը, հա, դա իրանց ենթադրում է լոգիստիկ ծախսեր, վրաններ, քնապարկեր, ու այդքանը պատրաստակամություն լեռնային երթուղիներ հաղթահարելու համար։ Իսկ այստեղ սիրողական ու պրոֆեսիոնալ ոնց են հասկանում։ Այս տարի առաջի անգամ նորություն ենք մտցրել, բաժանել ենք երթուղին բաժանել ենք երկու տեսակի, ու մարդիկ ովքեր կդժվարանան պրոֆեսիոնալ մարզիկների հետ, պրոֆեսիոնալ արշավականների հետ մրցել, իրենց համար հատուկ ունենք սիրողական երթուղի, որը մոտավորապես 2 անգամ ավելի կարճ է, քան պրոֆեսիոնալը, ու մեր նպատակը հենց այն է, որ պրոֆեսիոնալ արշավականների, ռազմամարզական կառույցների ու այս դաշտի մարդկանց օգնությամբ այս մշակույթը դարձնել էլ ավելի մասշտաբային, որ հասարակ մարդը, հասարակ քաղաքացին վարակվի այս մշակույթով ու ինքը եւս ուզենա մասնակցելու, հենց դրա համար ունենք այս տարբերակը, որը հնարավորություն է տալիս այդ մարդկանց նույնպես ներգրավել այս տոնի, այս առաջնության մեջ։ Իսկ հաղթանակը ոնց է լինել, ով շուտ հասավ, ոնց եք դա հասկանալու։ Սիմվոլիկ ստանդարտ կարմիր լենտով, որ թիմը շուտ հասավ, բոլոր դրոշակները իր մոտ ունեցավ, բոլոր գագաթներից հավաքած դրոշակներով, ու կարմիր լենտը ճղեց անցավ, ինքն էլ հաղթում է։ Եվ մասնակցության համար, ինչպես նշեցիք, մինչ մայիսի 20-ն է հայտերը բաց, բայց թիմը կարող է գրանցվել, իսկ թիմի կազմը ներկայացնել ավելի ուշ, մայիսի 20-ը մինչև ուղղակի հայտն են ուղարկում, որ իրենք պատրաստ են մասնակցել, մի քիչ ավելի ուշ թիմի կազմը կարող է ներկայացնել, այսինքն պարտադիր չէ, ամենասկզբից այդ 6 հոգանոց թիմի կազմը անմիջապես ներկայացնել։ Եթե օրինակ, չգիտեմ, 6 հոգանոց կազմից 4-ն են գալիս, 2-ը ճանապարհի կեսից, ինչ պատճառներով, օրինակ, չգիտեմ, վնասված կա կամ հոգնել են կամ հա չեն ձգում, հետ են գալիս, սա արդեն հաղթանակ չի, ես ոնց հասկացա։ Թիմը որակազրկվում է ցավոք սրտի։ Իսկ եթե բոլոր թիմերից Եթե անգամ շուտ հասնի ինքը։ Եթե անգամ շուտ հասնի։ Եթե բոլոր թիմերից նման դեպք կա լինում, ինչ են կանում։ Այսքան ժամանակ ընդհանրապես 1-2 դեպք է տենց լինում, թիմերը նորմալ հաղթահարում են այդ ճանապարհը։ Մեզ համար երկար է թվում, բարդ է թվում այդ 25 կիլոմետրը, բայց իրենց համար հավատացեք։ Չէ, նորմալ է 25 կիլոմետր։ Նորմալ է։ Հիմա եթե ինչ-որ մեկը չի քնում այդ քնելու ժամին, սկսում է բարձրանալ, այդ հաշվում եք։ Չէ։ Չէ, կոնկրետ ստարտի ժամ պետք է։ Ստարտի ժամ ունենք, հա, հստակ սահմանված, մեկնարկային ժամը բոլորի համար սահմանված է։ Պես գրակոցով մեկնարկում են։ Հետաքրքիր սիրուն պահ է, էլի գրակոցի հետ մեկ 200 հոգի միաժամանակ սկսում է բարձրանալ սարեր, այս տարբեր ճանապարհներով։ Իսկ տեսարանը էլի։ Ժամային առումով մոտավոր հասկացել եք ինչքան պետք է տևի։ Մոտավորապես։ Հա, մենք ունենք սահմանված ժամեր, որ օրինակ թիմը եթե այսինչ ժամից ուշ է հասնում X գագաթ, ուրեմն խնդրում ենք, որ իրեն իջեցնենք արդեն մեքենայը, որտեղ կանխատեսելի է, որ արդեն չի հասցնի նախատեսված ժամին հասնել ֆինիշ։ Բայց նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ թիմերը հաղթահարում են այդ ամբողջ ճանապարհը մոտավորապես 4-ից 7 ժամվա ընթացքում են լավագույնները 4 ժամում արդեն հասնում են ֆինիշ 25 կիլոմետր հասնում 25 կիլոմետրը 4 ժամ 25 կիլոմետր ու սարերում բարձրանալ իջնելով հա մի քիչ այդ մնացողները մոտավորապես 6-7 ժամում նոր ավարտում են Դե լավ արդյունք է 25 կիլոմետրի 4 ժամ Մենք առաջի տարին շատ էինք զարմացել չէինք սպասում որ այդքան շուտ են գալու Ու երկրորդ անգամ էլի գրեթե նույն ժամային վիճակով հասան, հասկացանք, որ այդ արդեն ոնց որ որոշակի ստանդարտ է էլի։ Լեռնագնացները մեր ճանաչած մասնակցում են։ Պարտադիր։ Ես նաև ուզում եմ իրեն շնորհակալություն հայտնեմ, որովհետև սենց մեծ փոփոխություն բերելու համար մենակով չես կարող անես։ Պետք է համագործակցություն լինի ու նախ եւ առաջ հենց իրենց հետ է համագործակցությունը, իրենք վարտաճանաչ ամեն տարի մասնակցում են ու ոնց որ ասած իրենց միջոցով է, որ արահետը թափ է առել ու հիմա հնարավորություն ունի այն իմ ասած տարածումը գտնի նաեւ ոչ պրոֆեսիոնալ դաշտի մոտ, սովորական մարդկանց մեջ արդեն հետաքրքրություն է մտնում։ Իրենց միջոցով Խարիկ արշավական ակումբը, Նորդ Պիկը, Թռիչքը, գրեթե բոլորը, հա, նաեւ ռազմամարզականները, Ազատ Ազենը, Ոմաները Զարկը
Մեր ընկերները։ Մեր ընկերները։ Հետաքրքիր է, որ իրենցից բացի նաև կրթական կառույցներ են շատ մասնակցում, չնայած ազատազրկը զարգ նույնպես կրթական կառույց են։ Հա, բայց ես նկատի ունեմ հենց դպրոցներ բուհեր անցած տարի բժշկական համալսարանից ենք թիմ ունեցել մասնակցող, Շիրակաց Սուճեմանից ենք ունեցել, այս տարի եւս պատրաստվում են մասնակցել։ Մարդիկ կարող են գալ, այն մարդիկ, ովքեր որ բնություն շատ են սիրում, բայց չեն սիրում Սարժ բարձրանալ, իրենք կարող են գալ այդտեղ միանշանակ լավ ժամանակ։ Այդ օրը այնտեղ նախատեսվում է նաև միջոցառում, այսպես ասած, հատուկ գոտի երկրպագուների համար, ովքեր ամբողջ օրվա ընթացքում կկարողանան հետևել առաջնությանը, արդյունքներին ու տարբեր միջոցառումների մաս կազմել հենց տեղում։ Մենք այնտեղ կազմակերպելու ենք իրենց համար հնարավորություն, որպեսզի իրենց ընդունենք թե նախորդ օրը, ովքեր կուզեն գիշերակացով լինեն, թե արդեն բուն առաջնության օրը, այդ մասին հավելյալ առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն մեր ցանցերով կտեղեկացնենք։ Շատ հետաքրքիր է։ Ես ուզում եմ արդեն գրաֆիկս նայեմ, իհարկե, արդեն ես Մենք սիրով կսպասենք։ Ես արդեն 4 հոգի արդեն ոնց որ թիմ Եղնախաղաց, դժարսար, Մարսի շրջանում այսպես։ Բարձրությունները ինչքան է, մաքսիմալ բարձրությունը ինչքան է։ Այնտեղ հարաբերական բարձրությունով ավելի լավ է դիտարկել, մոտավոր 900 մետրի կարգի պետք է բարձրանալ Գյումրից մինչև Գագաթ։ Սա մի սարի դեպքում է 900 մետր հարաբերական։ Հա, բայց մյուս սարերը արդեն գրեթե հավասար բարձրության վրա ու իրար հետ կապված են։ Գագաթից Գագաթ պետք չէ իջնել նորից բարձրանալ, էլի։ Մի Գագաթ, առաջի Գագաթ բարձրանալն է դժվար։ 900 մետր։ Հա։ Հա, բավականին նորմալ է։ Բավականին նորմալ է, քիչ չի, շատ էլ չի։ Դե Դավիթին սպասեք։ Ես ուղարկում գրաֆիկը նայեմ։ Չէ։ Այնքան համեղ է պատրաստվում, բայց վայ ջան պարտադիր չի դու սար բարձրանաս, կգաս այնտեղ համեղ ուտեստներ կպատրաստես, ես էլ Ազգային մաս ունենք մշակութային։ Այդ մասով կարող եմ գալ։ Այդ մասով կարող եմ գալ, բայց սար բարձրանալ։ Բոլորին ուղարկում ես։ Բայց ով ասաց ես էլ եմ գալիս։ Ո՞ր ես գալիս։ Իրականում ես մի շատ կարևոր բան եմ ուզում, եթե որոշել ես, որ օրինակ չգիտեմ բնության գրքում կամ սար բարձրանաս, կամ այդպես շատ հետաքրքիր նյուանս, երբ որ զգում ես հոգնել ես հետի չի, էլ մի բարձացի։ Հաջորդ անգամ մի քիչ ավելի կգնաս։ Ես չեմ կարող խախտել որոշումը։ Ես որ որոշել եմ, պիտի գնամ։ Հիմա մենք որոշել ենք, չէ՞։ Չէ, որ հոգնեմ, հետ չեմ չնի հաստատում, եկա կգնամ։ Դա ընդհանրապես իդեալական է։ Ես խոստանում եմ այս տարի, եթե շատ չբողոքես, բարձրանում ենք Արագածի հարավային Գագաթ։ Հա։ Հա։ Ես մտածեցի թիմ եք կազմում ձեր մեդիայով, գաք մասնակցեք։ Մեր մեդիայով որ թիմ կազմենք, գալու ենք այնտեղ ընտիվ վահեն լավ բաներ պատրաստի, ես կբարձրանամ իհարկե, բայց մենակ եմ հետ գալու, ես գիտեմ։ Բայց ես ում հասկանամ վահեն այդ ո՞նց եղավ, որ ինձ կարացել է Դավիթը համոզել, քեզ չեն կարողանում համոզել, դու ինչի՞ ես ուզում միանալ։ Չկարողում ենք համոզենք, ուղղակի նոր սկսեցինք։ Այո։ Ես նախընտրում եմ ոչ տենց մրցույթային տարբերակով սար բարձրանալ։ Իմ մոտ մի քիչ սար չեն գնում մրցելու, մենք գնում ենք վայելելու։ Հա, մի քիչ սար բարձրանալ իմ մոտ այլ սպეციფიკա է։ Հանգիստ։ Լեռնագնացություն դեպի չէ։ Հա, դեպի սար բարձրանալ։ Հա, բայց հա։ Դե մեծ հաշվով լեռնագնացությունը դա լեռ գնալն է, վայ։ Եթե լեռը գնում ես։ Չէ, դե սպეციფიკա ունի լեռնագնացությունը։ Սովորական սար բարձրանալը կապ չունի լեռնագնացության։ Դե իհարկե։ Ես նախընտրում եմ սովորական սար բարձրանալ։ Ես էլ եմ այդպես նախընտրում, մինչև որ հիվանդացա այդ հիվանդությամբ։ Վահե, ես հասկացել եմ ժամանակ վարակվել ենք։ Լեռնագնացության հետ կապված Դավիթին պիտի ոչ մի բացական բան չասես, եթե չես ուզում քեզ համար տխուր ժամեր լինեն։ Չէ, վայ, դու պիտի սովորես, սիրես ու որոշես, որ դու էլ պիտի բարձրանաս, այլ տարբերակ չկա։ Այսպես ասեմ, այլ ընտրանք չկա ուղղակի։ Ու ոնց կարելի է հայկական մշակույթը այսքան ուսումնասիրած ու այսքան Հայաստանի համար ջանք ու երակ չխնայող մարդ, որ կասկածի տակ դնել իմ մասնագիտությունը ուղղակի այդ մի կոմպետենտ տարբերակով չենք կարող, ինչը որովհետև չէ, լեռները ոչ միայն բարձրանալուց են իմը դառնում, այլ այդ լեռները իմ հոգու մեջ են։ Այստեղ փաստացիորեն, այո, փաստացիորեն պարտադիր չի, որ ես լեռնագնաց լինեմ կամ լեռնագնացությամբ զբաղվեմ, որ իմ սերը հայրենիք բոլորը տեսնեն, կարծում եմ իմ գործունեության բոլորը դա տեսնում են։ Հետևաբար չասեցիք դա հայրենասիրության հետ կապ ունի, դու ինչ որ քաղաքական դաշտ մտար, Վահե ջան, մենք ընդհանրապես ասում ենք արի այնտեղ բարձրանանք։
Մի հուզվի ամեն ինչ լավ է։ Լավ, ես կգամ, համոզեցիք։ Դու չես ուզում քո ամենասիրելի այս աշխարհում տարածքը, երկիրը, պետությունը, դու չես ուզում վերևից տեսնես ինչ։ Տեսել եմ բազմիցս իրականում։ Ինքնաթիռից։ Ոչ։ Դե սար բարձրացել եմ, բայց այն բարձրության չէ։ Բայց չենք քննարկում։ Ես գյուղում եմ մեծացել, սկսենք այդտեղից։ Կա սար։ Հետաբար ինչ։ Սար կա այնտեղ։ Հա, բայց բարձր չի, շատ բարձր սար չի, ինչքան որ օրինակ Արագածը կարա լինի եւ այն, այդ բարձրությունը չունի։ Դե հա։ Ամեն դեպքում վերևից կարող ես տեսնել հայրենիք չկա մեր տարածքում։ Մի խոսքով ասում եմ մենք քանի դեռ այստեղ վիճում ենք թիմով, եկա կռիվ գցեցիք մեր կոլեկտիվ։ Բայց լավ արեցիք։ Բայց այո, դե հիմա ես վստահ եմ, որ շատ ուսանողներ, ովքեր լուսաբանված չեն, չնայած ասում են բուհերից բուհեր շուտ է տարածվում ինֆորմացիան, մեկը մեկին ասելով, բայց հուսանք, որ շատ երիտասարդներ կմիանան այս ծրագրին։ Մենք չգիտեմ, ասում որ վերջում իրար չուտենք, կգանք։ Արի վերջից։ Ես տրամադրվում եմ։ Միշտ մենք ես խոսացել եմ, տրամադրվում եմ։ Այո։ Եկեք գնանք լավ ժամանակ անցկացնենք, որովհետեւ համաձայնը DJ լինելու է։ Պարտադիր։ Վեր։ Ձեր գիտի։ Ոնց թե։ Այդ շաբաթ-կիրակի որ գալիս է դու չես տեսնում, դեմքի արտահայտությունը ոնց է փոխվում։ Ուրախանում ես, չէ՞։ Մենք հնարավոր օրը փոփոխության ենթարկվի եղանակային, չգիտեմ, վատ դրսևորումներից։ Չէ, քանի որ մեր արշավական ընկերները արդեն իրենց տուրերն են պլանավորել արտագնա։ Որ անձրև է գալիս լուրջ։ Անձրևիկակոմրցենք ինչ ա եղել, կոփենք մեր մարմինը եւ նախատեսել ենք պատրաստվել ամենավատ եղանակային պայմաններին հաշվի առնելով որ լորի մալին։ Բայց հունիսը այնտեղ լավ է լինի։ Հա, այսպես ամեն դեպքում նախատեսում ենք նաև պատրաստ լինենք, եթե անձրևային վատ պայմաններ լինի, բայց չփոխենք օրը։ Առհասարակ արահետը միշտ հունիս ամսվա ոնց որ վերջին շաբաթ կիրակի օրերին է նախատեսված, այդպես 3 տարի այդպես է եղել, դեռ չենք մտածում փոխենք։ Չէ, դե ամեն դեպքում եղանակներն էլ իրենց անակնկալներն ունեն, մանավանդ մրցույթի ժամանակ մի քանի անգամ կարան դժվարացնել, էլի։ Միանշանակ։ 9 մետր հարաբերականությունը։ Բայց դե արահետը նաև կոփվելու մասին է։ Դե հա, իհարկե։ Ու հետո մենք այդ հավատամքը ունենք, որ լեռները մեր ամենավստահելի ու անդավաճան զինակիցներն են։ Ծրագրի նպատակներից մեկը նաև հենց այդ է, որ մեզ ավելի մոտեցնեն լեռներին բնությանը ռազմավարական առումով։ Այո։ Էսը շատ կարևոր է հասկանալ, էլի ինչի համար է առաջնությունը, որտեվ լեռները մենակ մեր բնական հարստությունը չեն, նրանք հիմք են, որի վրա կառուցվել է տարիներ, դարեր շարունակ կառուցվել է հայի ազգային էությունը, ամբողջ հոգևոր մշակութային ժառանգությունը կապված է լեռների հետ։ Ու այսօր մի քիչ հեռացել ենք այդ լեռներից, փորձում ենք նորից կապ հաստատել ու ամեն տարի անելու ենք, ամեն տարի մեծացնելու ենք ու փորձելու ենք ամեն տարի ավելի մոտենալ այդ կապին, վերագտնել այդ կապը մեր մեջ։ Ես միշտ ասում եմ, COVID-ը այս կյանքում մենակ մի լավ բան արեց։ Մեզ բոլորից սարքեց արշավական լեռնագծից, չգիտեմ, որովհետև եթե չլիներ COVID-ը, իհարկե իմ մտքում միշտ կար, երևի ես 7 տարի սպասել եմ, 7 տարի որոշել եմ, որ լեռներ եմ գնալու, բայց ոչ մեկին ես չէի ճանաչում, մինչև 7 տարի հետո նոր այդ իմ այդ երազանքը, որ ես պետքա բարձր լեռներ բարձրանամ, դա կատարվեց անուշիկ։ Ասում ես զգույշ եղեք երազանքների հետ, նրանք կատարվում են։ Ձեզ հաջողություն ենք մաղթում, շնորհակալ ենք, որ մեջ լինեիք։ Մենք էլ ենք շնորհակալ։